Այսօր շատ ուրախ առիթով ենք հավաքվել Genesis Armenia ուղեղային կենտրոնի 5-ամյակն ենք նշում եւ իմ համար այս Հոբելյանը շատ կարեւոր է, իրենց բոլոր բիլթերին ես հետևում եմ։ Աբրահամ Գասպարյանը մեր կողմից շատ հարգված, սիրված անձնավորություն է եւ այսօր էլ ուրախ ենք, որ առիթ ունենք Արցախի կարեւորագույն քարտեզներ, որոնք նաեւ կարծում ենք հետագա երբ որ ազգային նկարագրող պետություն ունենանք եւ Արցախի վերադառնալու խնդիրներ կան դեր առջևում, այս քարտեզները կարևորագույն դերակատարություն են կատարելու եւ ես էլ շատ ուրախ եմ, որ որպես յուրականի հոգեվոր սպասավոր այսօր հրավեր ունեմ այս գեղեցիկ տոնական տարեդարձին մասնակցելու։ Թող Genesis Armenia-ի 100-ամյակը, 1000-ամյակը միշտ այսպես նշվի, ծերունդներն էլ գան ու մասնակցեն։ Իրենց գործը մնայուն է, իրենց գործը շարունակական է, իրենց գործը մեր ազգի, մեր ժողովրդի ապագային միտված ծրագիր է եւ թող Աստված օրհնի այս ծրագրի բոլոր այն փայլուն ուղերձներին, որոնք Genesis Armenia այս ծրագրի գաղափարն են առաջնորդում։ Այսօրվա այս Genesis Armenia-ից նախաձեռն գոյությունը եւ ասենք նմանատիպ աշխատանքները այսօրվա մեր պայմաններում ինչքան են կարեւոր, ինչքանով են առավել եւս կարեւոր են այսօրվա պայմաններում։ Գալու է ժամանակ, որ մենք գործելու ենք, բայց այսօրվա այս հիմքը, որ ստեղծում է գաղափարական, ապագա մեր գործելու այն զսպանակն է, որ այսօր զսպվում է եւ ապագայում պիտի բաց թողնվի եւ ազատ կերպով ճախրի։ Մեր միտքը, մեր հոգին, մեր պետականությունը պիտի ունենա խաղաղ, բարոր կարգավիճակ եւ ոչ թե պարտադրված անարժանապատիվ խաղաղություն։ Սա արժանապատիվ խաղաղություն ունենալու պայծառ ապագայում միտված ծրագիր է եւ կուզենք, որ Աստծո օրհնությունը այս ծրագրի հետ լինի։ Շատ շնորհակալ եմ։ Օգտվելով առիթից մեկ անգամ եւս քանի որ հանրությունը շատ անհանգիստ էր, ինչպես է հիմա ձեր առողջությունը։ Իմ առողջությունը արտակարգ է, փառք Տիրոջը։ Ես շատ լավ եմ զգում, շատ շնորհակալ եմ Մասերմետ բժշկական կենտրոնի տնօրինությանը, անձնակազմին եւ բոլոր այն մարդկանց, որոնք անհանգստացած են իմ առողջության համար։ Առողջությունս գերազանց է, Աստված էլ բոլորի թողնի։ Վերադարձել եք ձեր հոգեվոր ծառայությանը։ Ծառայությանն եմ վերադարձել եւ ապրում եմ ակտիվ ուրախ կյանքով։ Շնորհակալություն։